նախագիծը հանրահաշվի մի կարևոր թեմայի շուրջ նշանապահպանման միջակայք է։ Մենք գիտենք, որ հանրահաշիվը դա գիտության այն է եւ այն մեզ տալիս է ոչ միայն հաշվարկելու ունակություն, այլև տրամաբանական մտածողության հզոր գործիք։ Հանրահաշվի կարևոր թեմաների ուսումնասիրությունից է անհավասարումների եւ հավասարումների ուսումնասիրությունը եւ դրանց մեջ լայն կիրառություն ունեն նշանապահպանման միջակայքերը, որոնք մեզ թույլ են տալիս բացել գործողությունների եւ արտադրյալների տարբեր նշանների գտնումը։ Այս նախագծի ընթացքում մենք պետք է խորանանք նշանապահպանման միջակայքեր թեմայի մեջ, հասկանալ դրանց կիրառությունը խնդիրներում եւ վստահ եմ, որ այս ուսումնասիրությունը ոչ միայն կօգնի ամրապնդել մեր գիտելիքները, այլև զարգացնի մեր տրամաբանական եւ վերլուծական մտածողությունները։ Տրամաբանական գործողություններից մեկը բազմապատկումն է, որը մաթեմատիկայի հիմնական գործողություններից է։ Եթե արտադրյալը պարունակում է տարբեր նշաններ ունեցող արտադրիչներ, այդ պարագայում արտադրյալի նշանը կախված չէ դրական նշաններ ունեցող արտադրիչների քանակից, այլ կախված է բացասական արտադրիչների քանակից։ Եթե բացասական արտադրիչի քանակը զույգ է, ապա արտադրության նշանը միշտ դրական է, իսկ եթե բացասական արտադրիչների քանակը կենտ է, ապա արտադրության նշանը բացասական է։ Արտադրիչների արտադրյալի նշանը կախված է նաև աստիճանացույցից։ Եթե արտադրության մեջ արտադրիչները բարձրացված են զույգ աստիճանացույցով, ապա արտադրության մեջ հիմքը լինի դրական թե բացասական, միշտ տալիս է արտադրության մեջ դրական։ Եթե արտադրիչների արտադրության մեջ հիմքը բարձրացված է կենտ աստիճանացույցով, ապա նշանը կախված է հիմքից։ Հիմքը եղավ դրական, դրականի կենտ աստիճանը տալիս է դրական, եղավ բացասական, բացասականի կենտ աստիճանը տալիս է բացասական։ Օրինակ։ Օրինակ, երեկ խորանարդ անգամ մինուս արմատ 7-ի քառակուսի անգամ մինուս 5-ի 7 աստիճան։ Այստեղ պետք է որոշենք նշանը։ Քանի որ առաջին արտադրիչի հիմքը դրականից, դրականի կենտ աստիճանը տալիս է դրական։ Երկրորդ արտադրիչը մինուս արմատ 7-ի քառակուսին է, տալիս է դրական, քանի որ բարձրացված է զույգ աստիճանացույցով։ Երրորդ արտադրիչը տալիս է բացասական, քանի որ բացասական հիմքի կենտ աստիճան է։ Այս արտադրությունը կախված չէ դրական նշաններից, այն կախված է բացասական նշանից, ուստի այստեղ պարունակում է մեկ բացասական նշան եւ այս արտադրությունը փոքր է 0-ից։ Մենք քննարկենք տառային արտադրիչների պարունակող արտադրյալի նշանը։ Տառային արտադրություններում արտադրյալի նշանը որոշվում է արտադրիչների նշաններով։ Եթե բացասական արտադրիչների քանակը զույգ է, ապա արտադրյալի նշանը դրական է։ Եթե բացասական արտադրիչների քանակը կենտ է, ապա արտադրյալի նշանը բացասական է։ Օրինակ։ Օրինակ այս օրինակի մեջ x-2 արմատ 7-ը x+2-ը գծային արտադրիչներ են։ Տառային արտադրություններում արտադրյալի նշանը գտնելու համար սկզբում գտնում ենք զրոները, այս դեպքում զրոները 2 արմատ 7-ն է և մինուս 2-ը։ Այժմ զրոները տեղադրում են կոորդինատային առանցքի վրա։ Զրոներով կոորդինատային առանցքը տրոհվում է 3 միջակայքերի։ Դրանք են մինուս անվերցությունից մինուս 2, մինուս 2-ից 2 արմատ 7 և 2 արմատ 7-ից պլյուս անվերցություն։ Սկզբում մինուս անվերցությունից մինուս 2 միջակայքն է, որում x-2 արմատ 7 արտադրիչը պահպանում է բացասական նշան, քանի որ մինուս անվերցությունից մինչև մինուս 2 միջակայքին ցանկացած թվից անենք 2 արմատ 7 ստացվի բացասական թիվ։ X գումարած 2 արտադրիչը նույնպես բացասական է, մենք գիտենք, որ բացասական արտադրիչների քանակը զույգ լինելու դեպքում արտադրությունների նշանը դրական է։ Իսկ գծային արտադրիչներ պարունակող արտադրության նշանը
հարևան միջակայքերում երբեք չի կարող նույնը լինել, այսինքն եթե այստեղ պլյուս է, կլինի մինուս, իսկ այստեղ պլյուս։ Ստացվեց, որ արտահայտությունը պահպանում է դրական նշան մինուս անվերքությունից մինչև մինուս 2 և 2 արմատյոտ պլյուս անվերքություն միջակայքերում և պահպանում է բացասական նշան մինուս 2-ից 2 արմատյոտ միջակայքերում։ Ռացիոնալ արտահայտությունը կորպորատի կամ որի համարիչում և հայտարարում կատարելով թվերով կազմված արտահայտություններ, որի հայտարարը 0 լինել չի կարող։ Ռացիոնալ արտահայտության նշանը կախված է համարիչի և հայտարարի նշաններից։ Եթե երկուսն էլ ունեն նույն նշանը, լինի դրական թե բացասական, ապա ռացիոնալ արտահայտության արժեքը միշտ տալիս է դրական։ Եթե երկուսն էլ ունեն տարբեր նշաններ, ապա ռացիոնալ արտահայտության նշանը տալիս է բացասական։ Նշանը որոշելու համար գտնում ենք այն արժեքները համարիչում, որի դեպքում արտահայտության արժեքը հավասարում է 0-ի, իսկ հայտարարում գտնում ենք գոյություն չունեցող կետը։ Ստացված արժեքները պատկերում ենք թվային ուղիղի վրա, իսկ գոյություն չունեցող կետը թվային ուղիղի վրա պատկերում ենք խաչով։ Եվ ստացված թվային ուղիղը բաժանում ենք միջակայքերի և յուրաքանչյուր միջակայքում որոշում ենք նշանը։ Իսկ խաչերով նշված գոյություն չունեցող կետը ռացիոնալ արտահայտության արժեք չի սահմանվում։ Օրինակ։ Օրինակ, x անգամ 2x-ի ցանած 4-ի խորանավ բաժանած x-ի ցանած 1-ի 4 աստիճան։ Այստեղ 2x-ի ցանած 4-ի մեջ 2-ը դուրս է գալիս արտադրիչ և այս արտահայտության հետ բարձրացնում է խորանարտը։ 2-ի խորանարտը 8-ն է։ Գրում ենք 8x անգամ x-ի ցանած 2-ի խորանարդ բաժանած x-ի ցանած 1-ի 4 աստիճան։ Այժմ որոշենք նշանը։ Նշանը որոշելու համար գտնում ենք զրոները։ Զրոներն են x-ը հավասար է 0-ի, x-ը հավասար է 2-ի, իսկ գոյություն չունեցող կետը x-ը հավասար է 1-ի։ Եվ ստացված արժեքները պատկերում ենք թվային ուղիղի վրա։ Իսկ գոյություն չունեցող կետը թվային ուղիղի վրա պատկերում ենք խաչով և բաժանում միջակայքերին։ Եվ յուրաքանչյուր միջակայքում որոշում ենք նշանը։ Միջակայքն է մինուս անսահմանությունը 0, 0-ից 1, 1-ից 2 և 2-ից պլյուս անսահմանություն։ Եվ նշանը որոշելու համար ձախից գալիս են կանչ։ Առաջինը մինուս անսահմանությունը 0 միջակայքում պարունակում է բացասական նշան, որտեղ x-ը բացասական է, x-ի ցանած 2-ը բացասական է, քանի որ այս միջակայքում x-ը փոքր է 2-ից, իսկ բացասականի կետ դաշճանը տալիս է բացասական։ Հայտարարումը տալիս է դրական, քանի որ արտահայտությունը բարձրացված է զույգ աստիճանացույցով և յուրաքանչյուր միջակայքում պահպանում է դրական նշան։ Բացասական անգամ բացասական դրական, բաժանած դրականի դրական։ Հաջորդը 0-ից 1 միջակայքում պարունակում է դրական նշան, որտեղ x-ը դրականն է, x-ի ցանած 2-ը բացասական է, բացասականի կետ աստիճանը բացասական, հայտարարում դրական։ Դրական անգամ բացասական, բաժանած դրականի բացասական։ Հաջորդում 1-ից 2 միջակայքերում պարունակում է դրական նշան, որտեղ x-ը դրական է, x-ի ցանած 2-ը բացասական է, բացասականի կետ աստիճանը բացասական, հայտարարում դրական։ Դրական անգամ բացասական, բաժանած դրականի բացասական։ Եվ վերջինը 2-ից պլյուս անսահմանությունը պարունակում է դրական նշան, որտեղ x-ը դրական է, x-ի ցանած 2-ը դրական է, քանի որ այս միջակայքում x-ը մեծ է 2-ից, իսկ դրականի կետ աստիճանը տալիս է դրական։ Հայտարարում դրական։ Այս միջակայքում էլ պահպանում է դրական նշան։ Դրական նշաններն է պահպանում մինուս անսահմանությունից 0, միավորած 2-ից պլյուս անսահմանություն։ Իսկ բացասական նշաններն են պահպանում 0-ից 1 միջակայքում, միավորած 1-ից 2 միջակայքերում։ Տենք, որ բոլոր բացասական թվի կենտ ցուցիչով արտադրիչի նշանը բացասական է, օրինակ բոլոր բացասական թվի կենտ արտադրիչները բացասական են։ Այս արտահայտությունում մենք տեսնում ենք, որ մինուս 1-ի 5 աստիճանը տալիս է բացասական։ Մինուս 2-ի
7 աստիճանը նույնպես տալիս է բացասական։ Իսկ հայտարարում դրական թվի զույգ աստիճանը լինում է հակադիր, որը նույնպես տալիս է բացասական։ Այս արտահայտությունը տալիս է բացասական կամ փոքր է 0-ից։ Այժմ մենք գործում ենք հարակուսային եռանդամ պարունակող ռացիոնալ արտահայտության հետ։ Նրանց նշանապատկման միջակայքերը գտնելու համար նախ առաջինը որոշում ենք զրոները և գոյություն չունեցող կետերը։ Հարակուսային եռանդամի զրոները գտնելու համար նախ առաջինը գտնում ենք դիսկրիմինանտը։ Դիսկրիմինանտը հավասար է B քառակուսի անաչորս AC, որտեղ B-ն 4 է, քառակուսին 16, մինուս 4 անգամ ան 4 է մինուս 16, բազմապատկած մինուս 3-ով, պլյուս 48։ Գտնում ենք արժույթները։ X1-ը հավասար է մինուս B հանրած արմատ D բաժանած 2A։ B-ն 4-ը մինուս 4 հակալի գումարած D-ն 64-ի արմատը 8 և բաժանած ան 4-ը 2-ով գտնում ենք մյուս արժեքը։ X2-ն հավասար է մյուս արժեքում այս նշանը փոխում ենք հակադիրով։ Հիմա վերլուծում ենք այս արտահայտությունով վերլուծում ենք։ 4-ը անում ենք արտադրիչ, և տեղադրում ենք։ Եվ գտնում ենք միջակայքը։ Քանի որ 1/3 գոյություն չունի, նշում ենք X-ով։ Տրվում ենք միջակայք։ Գտնում ենք միջակայքի առաջին միջակայքը 0.- մինուս անսահմանությունից մինուս 1.5, մյուս միջակայքում մինուս 1.5-ից 1/3, հաջորդ միջակայքում 1/3-ից 0.5, մյուսում 0.5-ից 3.5 և անսահմանությունից մինչև 2. Հաջորդ միջակայքում 2.5-ից պլյուս անսահմանություն։ Եվ գտնում ենք նշանները։ Առաջին միջակայքում մինուս անսահմանությունից մինուս 1.5-ում, այս միջակայքում միշտ տալիս է դրական, քանի որ բացասված է քառակուսի,
Համարիչում ստացանք 2 բացասական, իսկ հայտարարումից ստացանք 1 բացասական, ընդհանուր 3 և ստացանք առաջին միջակայքում նշանը մինուս ստացանք։ Հաջորդ միջակայքում մինուս 1.5-ից 1/3, այստեղ միշտ տալիս է դրական, բացասական, դրական և բացասական։ Այս միջակայքում ստացանք պլյուս դրական։ Գտնում ենք մյուս միջակայքում մինուս 1/3-ից 0.5, սա դրական, այս է բացասական, մյուս միջակայքում ստացանք բացասական։ 0.5-ի հաջորդ գտնում ենք հաջորդ միջակայքը 0.5-ից 2.5, սա տալիս է դրական, այս միջակայքում ստացանք դրական, իսկ 2.5-ից անսահմանություն ստանում ենք դրական։ Այժմ գտնենք քառակուսային եռանկյուն պարունակող ռացիոնալ արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Քառակուսային եռանկյունի նախ սկզբից գտնենք քառակուսային եռանկյունի զրոները եւ գոյություն չունեցող կետերը։ Քառակուսային եռանկյունի զրոները եւ գոյություն չունեցող կետերը կարող ենք օգտվել ոչ միայն արմատների բանաձևից, այլ Վիետի թեորեմի միջոցով։ Իսկ Վիետի թեորեմը գործում է այն ժամանակ, երբ որ այն բերված տեսքի է։ Հետևաբար -1-ը անում ենք արտադրիչ։ Արտահայտության բոլոր նշանը փոխվում են հակադիր նշանով։ Ըստ Վիետի թեորեմի արմատների գումարը հավասար է միջին անդամի վերցված հակադիր նշանով։ Իսկ արմատների արտադրյալը հավասար է ազատ անդամին։ Այս արտահայտությունից պարզ երևում է, որ քառակուսային եռանկյունի արմատներն են -3-ը և -4-ը։ Իսկ մյուս արտադրիչում իր գումարած 4 խորանարդում նույնպես պահպանի, նույնպես արմատը կլինի -4։ Իսկ հայտարարում x-ը հավասար է 0 կետում արտահայտությունը իմաստ չի ունենա։ Այս կետերը պատկերում են կոորդինատային ուղի վրա։ Եվ տրոհում միջակայքերի։ Իսկ քանի որ 0 կետում արտահայտությունը իմաստ չունի, նշանակում ենք խաչով։ Իսկ հիմա ըստ արմատները որ գտանք, հիմա վերլուծում ենք արտադրիչների։ Հիմա ամեն մի միջակայքում գտնենք նշանը։ X մինուս անսահմանից -4 միջակայքում այս արտադրիչը պահպանի բացասական նշան, երկրորդում նույնպես պահպանի բացասական, իսկ քանի որ հիմքը բացասական է մյուս արտադրիչի, դրա կենտաշրջանը նույնպես կլինի բացասական։ Իսկ հայտարարում բոլոր տեղերի համար, բոլոր միջակայքերի համար միշտ պահպանի դրական նշան, որովհետև վերցված է քառակուսիով։
Քանի որ համարիչում ստացանք 4 բացասական նշան, 1, 2, 3, 4, ապա զույգ թվով բացասական նշանների արտադրյալը կտա դերական, հետևաբար այս միջակայքը կլինի պահպանի դերական նշան։ Հաջորդ միջակայքում այս արտահայտությունը կպահպանի նույնպես բացասական նշան, այս արտահայտություն մյուս արտադրություն պահպանի դերական նշան, երկրորդում նույնպես, քանի որ հիմքը դրական է։ Համարիչում ստացանք 2 բացասական նշան, ապա զույգ թվով բացասական նշաններ արտադրյալը այս է միշտ դրական։ Հաջորդ միջակայքում այս արտահայտությունը կպահպանի նույնպես բացասական նշան, այս արտահայտություն մյուս արտադրություն պահպանի դրական նշան, երկրորդում նույնպես, քանի որ հիմքը դրական է։ Համարիչում ստացանք 2 բացասական նշան, ապա զույգ թվով բացասական նշաններ արտադրյալը այս է միշտ դրական, հետևաբար միջակայքում պահպանի դրական նշան։ Հաջորդ միջակայքում այս նշանը կլինի դրական, մյուս արտադրիչում կպահպանի բացասական նշան, չէ դրական նշան, իսկ երկրորդում նույնպես որտեղ հիմքը դրական է, իսկ քանի որ համարիչում ստացան 1 բացասական նշան, ապա արտադրությունը կլինի միջակայքում կպահպանի բացասական նշան։ Հաջորդ միջակայքում կան նույնպես պահպանի դրական նշան, սրանք բոլորը պահպանի բացասական նշան, իսկ համարիչում ստացան 1 բացասական նշան, ապա կենտ թվով է, հետևաբար կլինի բացասական, այս միջակայքում։ Grafիկը դա այն կորիգիստն է, որը ցույց է տալիս ինչպես է x արժեքի փոփոխությունը ազդում y արժեքի վրա։ Ֆունկցիայի նշանապահպանման միջակայք է։ Դրանք այլ միջակայքեր են, որտեղ ցույց է տալիս, թե x-ը դրական է կամ բացասական։ Ֆունկցիայի գրաֆիկը ոչ միայն ցույց է տալիս, թե որտեղ է x-ը դրական կամ բացասական, այլև ցույց է տալիս, որտեղ է աճում կամ նվազում, որտեղ ունի առավելագույն կամ նվազագույն արժեքը։ Իսկ կարևոր հասկացություններից այն է, որ հաշվման դեպքում y արժեքը x արժեքի մեծացման դեպքում y արժեքն է մեծանում, իսկ նվազման դեպքում x արժեքի դեպքում y-ն է մեծանում։ Դրա համար մենք պատկերել ենք Հայաստանի բնակչության քանակը անկախացումից մինչև 2025 թվականը։ Նայելով գծապատկերին տեսնում ենք, որ 1991 թվականին բնակչությունը հասել է 3.5 միլիոնի, իսկ 2013 թվականին նվազել է, աճել է, իսկ հետո արդեն 2024 թվականին ելի նվազել է 3 միլիոնից քիչ։ Այս մյուս հատվածում ենք տակել ենք գրաֆիկական ֆունկցիա, որի միջակայքեր են մինուս անսահմանությունից մինուս 3, մինուս 3-ից 0, 0-ից 4, 4-ից անսահմանություն։ Մինուս անսահմանությունից մինուս 3 միջակայքերում պահպանում է դրական նշան։ Մինուս 3-ից 0 միջակայքերում բացասական նշան, 0-ից 4 միջակայքերում
բացասական նշան։ Ամփոփելով նախագիծը կարելի է ասել, որ նշանապահպանման միջակայքերը մեծ տեղ են գրավում հանրահաշվի մեջ, այն մեզ օգնում է հասկանալ անհավասարումների լուծումը, ճիշտ վերլուծել գրաֆիկական պատկերները եւ նշանապահպանման միջակայքերը։ Այս աշխատանքի ընթացքում սովորեցինք ոչ միայն անհավասարումները լուծել կամ պատկերել թվային միջակայքեր, այլև կարողացանք այդ մեր գիտելիքները օգտագործել տարբեր խնդիրների լուծման մեջ։ Վերջում կարող եմ ասել, որ այն մեզ տալիս է ոչ միայն վերլուծողական կամ մտածողության գիտելիքներ, այլև խորացնում է մեր գիտելիքները հանրահաշվի ոլորտում։